Ինչի համար է այդ մարդը overthink անում, որ իրան պատրաստի այդ սցենարներին, որ իր կյանքում չլինի դա կոպինգ է։ Պաշտպանակոպինգ, պաշտպանական մեխանիզմ, հա, երբ որ ինչ-որ մի բան է տեղի ունենում մեր հետ, որից մենք ուզում ենք խուսափենք, մենք մտնում ենք մեր պաշտպանական մեխանիզմների մեջ։ Overthinking-ը շատ լավ արտահայտված պաշտպանական մեխանիզմ է տագնապային մարդու։ Ինքը դա անում է, որ խուսափի տագնապից, որը որ իր հետ բերելու է նորությունը, կտրուկ փոփոխությունը, անսպասելին։ Ու ինքը այդ անսպասելին բախվելու խուսափման մեջ մտնելով իր համար դարձնում անենց, որ չէ, սա անսպասելի չէր։ Ես հիմա ABCD տարբերակներով կմտածեմ, որ երբ որ ինքը լինի, դե ոնց է չլինի, դրանցից ինչ որ մեկն է լինելու, հա։ Ես արդեն պատրաստ եմ լինելու, բայց իրենցից այնքան շատ ռեսուրս, ժամանակ է տանում այդ պլանավորումը, որ իրենք իրենց կյանքը ավելի շատ անցկացնում են պլանավորման մեջ, քան իրենց այսօրվա օրով ապրելու մեջ։ Բացի դրանից դա շատ մեծ խաբկանք է իրանից ներկայացնում, որովհետև անհնար է կանխատեսել ամեն ինչ։ Ու այդ են մարդիկ են, ովքեր կազմաքանդվում են անկանխատեսելիությունից, կազմաքանդվում են կտրուկ փոփոխություններից, վերջի դու կարող եք կանխատեսել ինքներդ ձեզ, բայց աշխարհը ու մեր կյանքը վերջին տարիներին դա շատ ակնհայտ ցույց է տալիս, ու դիմացինի պահվածքը անհնար է կանխատեսել։ Դու ինչքան էլ ես նստեմ մտածեմ, դե ես Հայկանի sense կասեմ, Հայկանը sense կպատասխանի, հետո մենք կբարիշենք կամ հետո մենք կկռվենք, դու կարող ես լրիվ ուրիշ պահվածք այդ պահին սկսես ցուցաբերես։ Ու դա ինձ նախ աննկարագրելի կազմաքանդելու է, որ ես չկարողացա տարբերակը նույնպես փաստորեն մտածեմ։ Բացի դրանից դա իմ տագնապը ավելացնելու այն տեսանկյունից, որ հաջորդ անգամ մտածելուց ես տարբերակը նույնպես պիտի մտածեմ, ու իմ մոտ անջատվում է այդ պահին գործելու ունակությունը։ Իսկ իլյուզիայի տեսանկյունից իրավիճակային դրսևորում, այո։ Իսկ իլյուզիայի տեսանկյունից ինչ որ ես ասում, երբ որ դու անverջ զբաղված ես ապագան կանխատեսելով կամ հավանական սցենարները կանխատեսելով, վերջի հետո դու վաղվա օրն ես նույնիսկ այդպես, դա միևնույն է էլի ապագայի մասին է խոսքը։ Դու մոռանում ես քո այսօրվա ներկան։